Շնորհակալություն, բարև բոլորին, շնորհակալություն արձագանքի համար, այս հնարավորությունը տալու, որ հանրությանը, մեր արցախայությանը ներկայացնեմ իմ դերակատարության, իմ մասնակցության բոլոր այդ միջոցառումների, բոլոր այդ բողոքի գործողությունների բանին ու այսօրվա մամուլի ասուլիսի իմ ներկայացրած ուրեմն մտքերը կախված են մի քանի հանգամանքներով հաշվի առնելով վերջի իմ կողմից որոշումը ես որ արցախցիների պաշտպանության խորհրդից դուրս գալու ինչ հանգամանքներ ա եղել, ինչ պատճառներ ա եղել, ուրեմն ասեմ պատճառների երկու հիմնական բանը որոշումը մենք սկզբնական շրջանում որ ստեղծվել է այդ խորհուրդը ամեն մեկից ներգրավվածությունը այդ խորհրդի մեջ եղել է ոչ թե նախապայման, այլ ամեն մեկի իր տեսլակետը, ամեն մեկի իր այդ ճանապարհային շարժման բանաձևը ու բոլոր քննարկումներից հետո ես իմ կողմից ասեմ իմ տված հարցերի պատասխանները որ եղել է մտահոգիչ, որ եղել են խոսքի կարևոր հանգամանքների հետ կախված, ես սկզբնական շրջանում այդ պատասխանների քննարկման ժամանակ ստացել եմ բավարար, որ դա տենց լինելու, մեկ այդ ճանապարհով են գնալու ու համընկնել է իմ տեսլակետին, իմ որ ասում եմ այդ պայքարի ձևաչափին։ Ուրեմն ինչքան դուք տեղյակ եք, դրա հիման վրա եղել է հանրահավաք, բազմահազարանոց հանրահավաք, որին ներգրաված են եղել բացի արցախահայությունից հայաստանաբնակ ժողովուրդ էլ, որոնք իրոք նույն ձևի մտահոգված են թե արցախահայության իրավիճակում գտնվող այդ մարդկանց իրավիճակի հետ կախված, թե ընդհանուր հետագա ձևավորելով հետագա մեր ստեղ ապրելու, հայ լինելու, հայ ապրելու իրավունքների կամ բանի համար, որովհետև ինչքան տեղյակ եմ, ինչքան տեղյակացրել ենք հանրությանը, ներկայացված է եղել 12 կետանոց պահանջ, որի մեջ ընդգրկված է եղել առաջնային ու ամենակարևոր հարցերի ցանկը։ Այսօրվա իրավիճակում դա արցախայության կարգավիճակը ստեղ գտնվելու թե սոցիալական հարցերի հետ կախված, թե իրավունքների հետ կախված, թե Արցախի հիմնախնդրի հետ կախված, որը կապված է հետ վերադարձի այդ հույսը հավատի հետ, գերիների հետ կախված, մեր Բաքվում գտնվող անհետ կորածների հետ կախված ու այս ցանկը կետ առ կետ նշված բոլոր այդ բաների պահանջների մեջ բոլորս միասին կազմակերպված իրականացրել եք հանրահավաք, հանրության առաջ տվել ենք այն խոստումները, որի հիման վրա մենք բոլոր այդ ժամանակահատվածում պիտի որ մի հատ գործողության process-ով չի ավարտվենք, այլ մինչև այդ հարցերի պատասխանները մենք հստակ հիմնավորած չստանանք ներկա իշխանությունից, հաշվի առնելով որ բոլոր այդ մեղքերի մեղավորները ներկա իշխանությունն է, այսօր արցախցիների, որ այս իրավիճակում են հայտնվում, դա ներկա իշխանության բաց թողումներն է, ոնց ուզում են թող դա ձևավորեն, թե դիվանագիտական տապալումով, թե մարտի դաշտում, թե բոլոր ոլորտներում, բոլոր ուղղություններով այս ժողովուրդը այս իրավիճակում հայտնվելու պատճառը ներկա իշխանության ղեկավարների որտեղ դավաճանական, որտեղ հանցագործության, որ ասում է բան, մասնակիցներ, մյուս տեղն էլ անպիտանի ու ոչ հայանպաստ ղեկավարների մեղքով։ Ինչի համար եմ սենց մի քիչ երկարացնելով ասում, որովհետև մեր տրամադրությունը, մեր այդ
շարժման նախաձեռնած խմբի բանը տեսլակետը եղել է, որ մենք գնում ենք վճռական քայլերով, մենք հետ դարձի ոչ մի դեպքում հետ դարձ չի լինելու, որովհետև սա մեր համար ամեն մեկիս առանձնապես արցախցիների համար մենք համարել ենք մեկն էլ ես, որ մարտի դաշտա, մարտի դաշտում հետնահանջ չպիտի լինի։ Այդ գործողության պրոցեսների ընթացքում